Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում ընտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գյորգի Միրզախանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Միրզախանյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Եվ այսպես սկսենք հետևյալից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի այժմյան սահմանները կանխորոշված են Մոսկվայի եւ ապա Կարսի պայմանագրերով։ Այդ պայմանագրերով Ռուսաստանը կամ Խորհրդային Միությունը զիջեց Ադրբեջանին Արցախը, Նախճեվանը, Կարսի շրջանը զիջվեց Թուրքիային, Սուրմալուի շրջանը եւ այս պայմանագիրը երկար ժամանակ Խորհրդային Միությունում համայն դեպս կանխորոշում էր Խորհրդային Հայաստանի սահմանները։ Խորհրդային Միության փլուզումից հետո եւ Հայաստանը անկախացավ, Հայաստանը երբեք հարց չդրեց այդ սահմանների իրավական հիմքերը վերհանելու համար եւ շարունակում էր այդ սահմաններում գոյություն ունենալ իներցիայով եւ հարց չդրվեց նաեւ իշխանությունների կողմից այս Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավական ուժը հասկանալու, որովհետեւ բոլորին էլ հայտնի է, որ այդ պայմանագրերը ստորագրելու ժամանակ թե ռուսական կողմը, թե թուրքական կողմը իշխանություն չէին հանդիսանում իրենց երկրներում։ Եվ այդպես էլ կմնար, եթե սրանց 5 տարի առաջ դուք Ռուսաստանի Ֆեդերացիայում սկսեիք այդ պայմանագրերի դենոնսացիայի կամ չեղարկման հարցը։ Մեր հեռուստատեսությամբ մենք բազմիցս ենք անդրադարձել ձեր գործողություններին, էտապ, առ քայլ առ քայլ, ամեն դատականացանում առանձին եւ հայտնի է, որ դուք անցել եք ռուսական ողջ դատական համակարգը, իրենք ձեզ չեն պատասխանել եւ դուք դիմել եք ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին։ Եկեք այստեղից ես հարցս ավարտեմ եւ ասեմ, ինչ եղավ դրանից հետո։ Շնորհակալություն։ Թույլ տվեք ողջունել մեր ունկնդիրներին, որոնք վաղուց արդեն որերորդ տարին է մեզ լսում են եւ հետաքրքրվում են այս ամբողջայության համար կարևոր հարցով եւ ասել, որ ռուսական դատական ատյանները ոչ թե մեզ չպատասխանեցին, այլ պատասխանեցին, ուղղակի մեր խնդրանքը լուծում չստացավ։ Եվ որոշումը դատական վերջին ատյանի, որը հետո սահմանադրական եւ գերագային դատարանները միասին համատեղ բացատրություն տվեցին մեզ, որ գերագույն դատարանի որոշումը վերջնական է ռուսական օրենսդրությունում, որի մեջ գրված էր, որ Ռուսաստանը չի կարող միջազգային պայմանագրերի հարցը քննարկել իրեն օրենսդրության սահմաններում։ Այսինքն, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները համարում են Մոսկվայի Կարսի պայմանագրերը որպես միջազգային պայմանագրեր, դա 2025 թվականի դեռ հոկտեմբեր ամիսն էր։ Եվ այդ համաձայն միջազգային օրենքների, միջազգային պայմանագրերը քննարկվում էին միայն միջազգային ատյաններում, միջազգային դատարաններում։ Դա նշանակում է մեզ խորհուրդ տվեցին գնալ ՄԱԿ-ի դատարան։ ՄԱԿ-ի դատարանը դա ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն է, որը քննում է, ուսումնասիրում է բոլոր դիմումները, որոնք համապատասխանում են, թե չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ իրենց իրավասության տակ քննարկելու հարց է։ Եվ իհարկե
այդ Գերագույն դատարանի ռուսական ատյանների որոշումից հետո Գերագույն դատարանի որոշումից հետո մենք դիմեցինք մարդու իրավունքների դատարան առաջ անգամ մենք դիմեցինք ուղղակի մակ պատասխան ստացանք որ պիտի դիմենք մարդու իրավունքների կոմիտե որը Ժնևում է մինչև նա ուսումնասիրի մակը չի նայելու այդ հարցը երկրորդ անգամ մենք դիմեցինք մեր խնդրանքով որ ստացել ենք մեր հարցը ռուսական դատարանները չեն լուծել խնդրում ենք դուք լուծել քանի որ այդ պայմանագրերը համարվում են միջազգային եւ մենք ստացանք պատասխան մարդու իրավունքների կոմիտեն առաջի անգամ գրեց որ մեր հայցը ընդունել է ուսումնասիրության մեջ է գտնվում որը ժամանակ հետո երկու շաբաթ հետո մենք ստացանք պատասխան որ դուք շատ լավ եք բնութագրել ռուսական ատյաններում անցած process-ը որը հիմք է տալի ընդունել որ դուք անցել եք դատական process-ը հիմք է տալի որպեսզի մտնեք դիմեք մակի դատարան բայց միջազգային մակի օրենքների համապատասխան կան որոշակի թերություններ միջազգային նորմերին եւ կոնվենցիաների մասով դուք համեստ եք գրել թույլ եք գրել վերանայեք դա եւ նորից դիմեք մենք դա արդեն գիտեք ապրիլ ամիսներ մեր վերջ անգամ մենք ելույթ ունեցանք որից հետո հետևեց այդ մակի պատասխանից հետո անմիջապես հետևեց ինձ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու process-ը եւ հայտարարությունը եւ արդեն ես ստիպված տեղափոխվեցի Հայաստան բացեցինք Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը եւ սկսեցինք այստեղից աշխատել ու ձևափոխել արդեն մեր հայցադիմումը ոչ թե դենոնսացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը այլ որպես հետևանք գործողության մեջ դնել Վիլսոնի իրավարար վճիռը ես ոչ մի տրագեդիա դրա մեջ չեմ տեսնում, որովհետև շատ ժամանակ մեզ ուղղորդում են ինչ-որ ուժեր, երազել կարելի էր, որպեսզի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի քննարկման հետ միասին դնել Վիլսոնի իրավարար վճիռի հարցը, որտեղ Վիլսոնի իրավարար վճիռը ժամանակին չէր կատարվել այն պատճառով, որ գոյություն ունեին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնք խանգարել էին Վուդրո Վիլսոնին եւ հայությանը գործողության մեջ դնել այդ Վիլսոնի իրավարար վճիռը հանգամանքները այդպես ստացվեց եւ դուք ճիշտ եք քանի դեռ այդ երկու պայմանագրերը գոյություն ունեն միշտ խոչընդոտ կլինի Վիլսոնի իրավարար վճիռի իրագործման համար հիմա մենք արդեն միացրել ենք Մոսկվայի Կարսի պայմանագրերը եւ հետևանք Վիլսոնի իրավարար վճիռը գործողության մեջ դնելը համարելով, որ դրանք շահկապված են։ Հենց այդ ձևով էլ մեր դիմումը քննարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում։ Մենք մեծ համար համարում ենք մեր կազմակերպության համար մեծ հաջողություն։ Շատերը մտածում են, որ կասկածում են, որ այդ իրավունքը մենք չունենք եւ այլն, բայց իրավունքը մենք չենք որոշում, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը վերցնում է քննարկման եւ չի ասում, դուք իրավունք չունեք, մեզ չդիմեք, ոչ ոք չի կարող ասել, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա միակ ճիշտ։ Որևէ արդյունք այդ քննարկումից դուք տեղյակ եք, թե դեռ ոչ։ Քննարկել են, արդեն ասեցի արդյունքը, որ դուք ռուսական դատական process-ի անցման ճանապարհը շատ լավ բնութագրել եք։ Բայց միջազգային օրենքների, կոնվենցիաների մասով ձեր հայցադիմում մեծ քիչ նյութեր կան։ Շատ լավ։ Համեստ Այսինքն դա լրացրեք։ Մենք հիմա ինչ որ ժամկետ կա դրա համար։
ժամկետը 5 տարի է, բայց մենք 5 տարի չենք սպասել։ Այս 3 ամսվա մեջ մեր օֆիսն է ձևավորված, տարբեր փաստաբանների հետ հանդիպումներ, խոսակցություններ է եղել, խոսակցություններ, հանդիպումներ, համաձայնություններ է եղել եւ շատերը մեր հայ փաստաբաններից ուզում են այդ process-ին մասնակցել, որոնց օժանդակությունը շատ մեծ է, օգտակար կլինի մեզ համար, որովհետեւ ես ռուսական օրենսդրության նորմերը գիտեմ, բայց եւ պրակտիկան իսկ հայկականը չգիտեմ, չնայած այստեղ հայկականի հարց չէ, այստեղ միջազգայինի հարց է, եւ միջազգային իրավագիտության մասնագետներ Հայաստանում շատ կան, երևի մենք միասին կաշխատենք այդ process-ը չենք ձգի։ Այսինքն պաստորեն դուք ասում եք, որ այդ փաստաթղթի կազմման փուլը անցել է այսպես խմբային աշխատանքի դերասարական կազմակերպության ներսում այդ իրավաբանները ձեզ օգնում են, որպեսզի դուք ճիշտ ձևակերպեք այդ դրույթները, ճիշտ հասկացա։ Այո, Ռուսաստանում օգնում էին ռուսական մեր Կուզբասի հայրի միության իրավաբաններ, փաստաբաններ եւ այլ ազգի բոլոր ազգերի, որոնք մասնակցել են, նույն այստեղ հիմա մենք աշխատում ենք արդեն միայն հայ փաստաբանների միջազգայնակետների հետ եւ որոնք ունեն դատական process-ի փորձ, մասնակցության եւ հայցադիմումների փորձ։ Ում անունից է ներկայացվելու դիմումը։ Դիմումը ներկայացվելու է Կուզբասի հայրի միության նախկին նախագահ Անտոնոտ Միրզախանյանի, որը կրողն է այդ իրավունքը, որը անցել է ամբողջ ճանապարհը, որը միաժամանակ համարվում է այսօր Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավարը։ Եվ մեկ անձի ստորագրությունը ներկայացնելու երկու կազմակերպություններ, որպեսզի իրավահաջորդությունը, շահկապվածությունը չկտրվի։ Ես հիշում եմ, որ մեր հաղորդումներից մեկի ժամանակ դուք կոչ արեցիք այստեղից հեռուստացույցից, որպեսզի այն բոլոր հասարակական կազմակերպությունները կամ մարդիկ, որոնք կցանկանան իրենց ստորագրությունը դնել այդ դիմում տակ միանալ, ձեզ միանան։ Ինչ որ արդյունք տվեց այդ ձեր կոչը։ Այո, շատ ճիշտ հարց եք տալիս, այս 2 ամսվա ընթացքում շատ մարդիկ են եկել օֆիս, շատերի հետ ենք զրուցել, շատերին մենք ենք դիմել, խնդրել, որպեսզի ստանան կոնսուլտացիա, խորհրդակցենք իրենց հետ, շատերը եկել են եւ մեծ քանակի գրականություն եւ իրենց բարձում է շատ մարդիկ են փորձել այդ ճանապարհով գնալ եւ իրենց կատարած աշխատանքները ներկայացրել են մտածելով որ պետք կգա որտեւ իրենք չեն շարունակում բայց այդ փորձը պետք կգա նման օգտակար հանդիպումներ որ իրենց փորձը մեզ փոխանակեն իրենց գրածները մեզ տան որպեսզի լրացվի այդ կոմիտեի խնդրանքը միջազգային կոնվենցիաների մասով եւ օրենքների մասով կարելի ասել բավականին նյութ հավաքվել է բայց մեծամասամբ եկել են մեր մոտ մարդիկ որպեսզի հենց այնպես խոսելու զրուցելու ինչ որ բան իմանալու համար մենք արդեն այդ ովքեր ուզում են գան հենց այնպես ասեք որտեղ ստորագրենք ստորագրող մեզ պետք չի մեզ պետք է որպեսզի ստորագրությունը մեկն է լինելու ուղղակի մեզ պետք է լինի որ այդ ստորագրությունը մասսայական ներկայացնում է հասարակությունը հայ ժողովուրդը եւ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը ստեղծված է հենց այդ նպատակով եւ ինչքան անդամներ եւ մասնակիցներ կլինեն Վիլսոնյան Հայաստան կազմակերպությունում ուրեմն հայցադիմում կլինի այդքան հայերի անունից եւ պատահական չէ անմիջապես առաջարկեցին մեր մասնագետները միջազգային ովքեր զբաղվում են դրանով ստեղծել ֆոնդ
էլի Վիլսոնյան Հայաստան անվանունում, որտեղ այդ ֆոնդի մասնակիցները կարող են լինել արդեն միլիոնավոր մարդիկ, հայեր, հիմնականում հայեր։ Դա ֆորմալ այդ ֆոնդի նպատակը կլինի, այսպես ենթադրենք, ովքեր համաձայն են այս մեր հայցադիմումին, կամ գրավոր համաձայնություն գրեն, ուղարկեն, որ համաձայն են, կամ 1 ցենտ ուղարկեն այս ինչ հաշվին, ֆոնդի հաշվին, որը կարող է պետք գա հետո դատական process-ների կազմակերպելու ծախսերի համար։ Դա կլինի արդեն համաձայնության նշան, դա ամենահեշտ տարբերակն է մասսայականացման համար։ Այսինքն կամաց մենք այսպես իրավական հիմքերը ոչ թե ստեղծում ենք, այլ մեծացնում ենք, բազմացնում ենք, որպեսզի մեր դիմումը հետո լինի այսպես բիսուպրեչնի, հա, ավելի մաքուր հիմնովի։ Շատ լավ, եկեք ընդմիջվենք կարճատև գովազդային ընդմիջումը, որից հետո փորձենք հասկանալ, թե ընդհանրապես հայ հասարակական միտքը այդ ուղղությամբ բավականին աշխատանք է արված, ինչը կարելի է համատեղել, ինչը չի կարելի է համատեղել, ինչ հնարավորություններ կան, որպեսզի ձեր եւ այլ կազմակերպությունների աշխատանքները իրար հետ համադրվեն վերջնական արդյունքի հասնելու համար։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ, հիշեցնեմ, որ դուք կարող եք մեզ զանգահարել էկրանի ներքևում երևացող համարների վրա գովազդից անմիջապես հետո։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818-813-2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք
շարունակում ենք մեր զրույցը Գյորգի Միրզախանյանի հետ։ Պարոն Միրզախանյան, այն ինչ որ դուք պատմեցիք քիչ առաջ նախորդ հատվածում, բավականին տպավորիչ է աշխատանքի, կատարված աշխատանքի եւ մեթոդական, այսպես մեթոդաբար այդ աշխատանքը առաջ տանելու առումով հայկական հարցով եւ հայկական հարցի լուծմամբ Հայաստանում զբաղվել են կազմակերպություններ, մարդիկ, ես նկատի ունեմ Արևմտյան Հայաստանի կառույցները, իրենց այդ ամբողջ համակարգով, ես նկատի ունեմ Արա Պապյանին, որի հետազոտությունները կարող են ուրեմն դասական, այսպես դասակրկային ճշմարտություններ լինել եւ մենք այդ ճշմարտություններից ելնելով հասկացանք, որ մենք բավականին բան չգիտեինք այդ շրջանի պատմության մասին, որը խեղաթյուրվել էր հենց խորհրդային շրջանում եւ դրա մասին համարյա չէր ուսուցանվում, դա չէր հանդիսանում եւ հետազոտության շրջան եւ չէր հանրային հանրությանը ծանոթ չէր։ Արդյոք կարողանում ենք դեպք կազմակերպել համագործակցություն այդ բոլոր ուժերի միջև, Արա Պապյանի, չգիտեմ, Արևմտյան Հայաստանի կառույցների, որպեսզի ձեր գործը ավելի համապարփակ լինի եւ բոլորի խորհուրդները, բոլորի փորձը բերի ավելի ուրեմն այսպես հստակ փաստաթուղթ հայեցադիմում։ Շնորհակալություն, շատ լավ հարց էր, հաճույքով կպատասխանեմ, իհարկե մեր աշխատանքը թերի կլիներ, եթե մենք այդ ձեր նշված բոլոր կազմակերպությունների եւ մարդկանց, տաղանդավոր մարդկանց աշխատանքը մենք հաշվի չառնեինք։ Բնականաբար մենք գիտենք, որ գործում են հիմնականում 3 Արևմտյան Հայաստան կոչվող կազմակերպություններ, մեկը Արևմտյան Հայաստանի Սենատ է կոչվում, մյուսը կոչվում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, երրորդը Արևմտյան Հայաստանի պարլամենտ, այդ 3 կազմակերպությունների մասին էլ մենք գիտենք, շփվում ենք, իրենց կատարած բոլոր աշխատանքների նյութերը մեր մոտ կա, մենք մեր կատարած աշխատանքը իրենց տվել ենք, իրենց կատարած աշխատանքը մեզ են ուղարկել, այդ նյութերը մեզ շատ են օգնում, հիմնականում վերջերս օրինակ Գերմանիայում գտնվում է վտարանդի կառավարությունը, Արամ ղեկավարը Արամ կների ազգանունը հետո կհիշեմ, զանգ տվեց, որ գիրք են հրատարակել նոր նյութերը մեջը կա եւ իրենց ներկայացուցիչը խնդրեց, որ ես գամ ստանամ այդ գիրքը։ Իրականում շատ լավ, նոր արխիվից, ՄԱԿ-ի արխիվից հանված եւ վերամշակած լավ ներկայացա Արամ Մկրտչյանը։ Գիրքը իր հեղինակությամբ երկար տարիներ աշխատել է եւ այդ գիրքը մեզ համար դառել է սեղանի գիրք։ Նույնպիսի սեղանի գիրք է մեր համար Արա Պապյանի աշխատությունները երկու գիրքը, որը հայերեն եւ ռուսերեն կան, այդ երկուսը մեր համար ուղենիշներ են, որտեվ եւ միջազգային օրենքների շարադրումը կա այնտեղ, եւ փաստերի շարադրումը կա այնտեղ, եւ մենք չենք կարող այդ մեծ աշխատանքից կատարված աղրելի աշխատանքից չօգտվել։ Երրորդ կազմակերպությունը պարոն Փաշաբեզյանի ամբողջ կատարած աշխատանքի նյութերը մեր մոտ կա եւ օգտվում ենք, երբ որ շարադրում ենք հիմնականում մեր հայցադիմումի մեջ, բավականին շատ այն ապիսательный часть, նկարագրման մասը հայցադիմումի հիմնականում վերցված է Փաշաբեզյանի այդ
նկարագրվող եւ կից փաստաթղթերի մասից այնպես որ իսկ հիմքը մեր ամբողջ աշխատանքի եղարցի Մոսկվայի դա Պարզե Ջոն Կիրակոսյանի, Յուրի Բարսեղովի, Արման Կիրակոսյանի, Ռուբեն Սաֆրասյանի ակադեմիկոսներ, Աշոտ Մելքոնյանի, արևմտահայ մենք շատ նման խոշոր անհատներ ունենք, որ իրենք աշխատանքները արել են Լիբանանահայ Տերտերյանը, Սիրիահայ Թորիկյանը, որոնց գրքերը ահռելի մեծ նշանակություն ունեն, որոնք փաստագրական մեծ տվյալներ ունեն, մեջը որ ամեն մի գրքից մի քանի փաստ պետք է օգտագործենք, որպեսզի հայցադիմումի համար։ Եվ ահռելի մեծ մարդիկ կան, շատ, որոնք մենք մեծ հարգանքով իրենց կարելի է մեծությունը, հեղինակությունը աշխատանքը ընդունում ենք եւ մեկ մենք ենք դիմում, մեկ իրենք են դիմում, ոչ մի քանի որ միշտ չի ստացվում, որ մարդ ամբողջ կյանքում զբաղվի այդ մեկ հարցով, երբեմն առաջանում են այլ հարցեր եւ դատական process, քանի որ առաջ անգամ է գնում, մենք ընդունում ենք, որ մարդիկ իրենց այն որ կարողացել են մեծ աշխատանք արել են, մենք արդեն մեկ ուրիշ աշխատանքը միայն մենք պիտի անենք հիմնականում միջազգային իրավաբանների հետ միասին։ Մենք հիմա զբաղվում ենք դրանով։ Եվ այդ մեծերը որ անունները տվեցի եւ ընդհանրապես հայոց պատմության մեջ ովքեր որ կատարել են մեծ աշխատանք, մեր Վիլսոնյան Հայաստան օֆիսը որ բացված է, այդ բոլորին նկարներ փակցված է մեր պատին, որպեսզի մտնողը իմանա թե ում շնորհիվ է այսօր Վիլսոնյան Հայաստան կազմակերպությունը գոյություն ունի։ Մեր հեռուստատիտողների համար խնդրեմ ներկայացրեք նաև, ասենք դուք ուղարկեցիք դիմում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին կամ կոմիտեին։ Ինչ իրավասություններ ունի այդ հանձնաժողովը եւ հաջորդիվ ինչ է սպասվում։ Ինչքան մենք գիտենք, որտեղ մենք միջազգային իրավունքի մասը մենք դեռ ուսումնասիրում ենք, սովորում ենք։ Ելնելով դրանից, ինչքան մենք պատկերացնում ենք եւ գիտենք, առայժմ կարդում ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը, նորմատիվ ակտերը, դրանց մասին գրվածները, միջազգայնագետների բացատրությունները, կոմենտարիաները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն այլ կերպ կոչվում է ՄԱԿ-ի դատարան։ Դա այն կազմակերպությունն է, որը ցանկացած դիմում, հայցադիմում քննում է համապատասխանությունը ՄԱԿ-ի կանոնադրության, օրենքների, նորմերի, կոնվենցիաների համապատասխանում է այդ նորմերին, թե ոչ միջազգային օրենքներին, թե ոչ, որ եթե գտնում է այդ կոմիտեն, որ համապատասխանում է եւ հարցադիմումը ճիշտ է, հնարավոր է, որ քննարկվի անվտանգության խորհրդում, ինքը ներկայացնում է անվտանգության խորհրդի քննարկման եւ հաստատմանը։ Եկեք սա հասկանանք, թե անվտանգության խորհրդին ներկայացնելուց հետո ինչ է լինելու, եթե հաշվի առնենք մեր հակասական աշխարհը, նոր աշխարհակարգ ձևավորում, երկրները իրար հետ պատերազմի մեջ են, ինչ եք դուք սպասում դրանից։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Երբ որ 20 թվականին մենք այս հարցը բարձրացրեցինք, էլի նույն հարցը դուք ժամանակին տվել եք եւ այսօր էլ տեղին է այդ հարցը տալը եւ այն ժամանակ մենք շատ կասկածներ ունենք, որ այս ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի, բայց անցել ենք։ Այսինքն իրավիճակը, միջազգային քաղաքական իրավիճակը, պետությունների այս հարաբերությունները շատ բան են որոշում։ Մենք այս ճանապարհը անցել ենք, որտեղ իրավիճակը քաղաքական երևի թույլ է տվել, այնպես է դասավորվել, որ մենք կարողացել ենք անցնել այդ ճանապարհը։ Մենք
լցված ենք օպտիմիզմով, որ մեզ կհաջողվի քաղաքական իրավիճակը, միջազգային իրավիճակը կլինի այնպիսին, որ մենք էլի այդ ճանապարհը կանցնենք եւ կստանանք ՄԱԿ-ի դրական որոշում եւ Իլսոնը Հայաստանը կդրվի գործողության մեջ։ Մենք համոզված ենք, որ այսօր 2026 թվականը երևի հայ ժողովրդի վերածնունդի մտքի վերածնունդի ժամանակը շրջան է եւ դա գիտեք մենք ինչպես ենք ներկայացնում թե ինչից է երևում ոչ ոք չէր սպասում որ հունիսի 7-ին ընտրությունները կառուցվեն այս ձևով այսինքն տարբեր կուսակցություններ ունեին տարբեր նկատառումներ, տարբեր երազանքներ, մեծ եւ կարելի է այսօր փաստել, որ այդ բոլոր կուսակցություններից եւ իշխող եւ օպոզիցիոն ոչ մեկը իրեն երազած նպատակին չհասավ։ Բայց ով շահեց այդ դեպքում։ Ոչ ոք այդ մասին չի ասում, բայց մեզ թվում է այս իրավիճակում հաղթեց հայ ժողովրդի հավաքական ուժը։ Հայ ժողովուրդը ցույց տվեց մեծ գիտակցականություն, մեծ հասկացողություն եւ թույլ չտվեց քվեարկեց այնպես երևի մտքով մեծ բարոյական գիտակցությամբ, որ ինքն է իրեն քվեարկությունով, իրեն ձայնով ինքն է որոշում իրեն երկրի ապագան, ընտանիքի, պետության ապագան եւ այսօրվա վիճակը մենք համարում ենք քայլ առաջ եւ սպասում ենք, որ միևնույն է այս վիճակը դեռ խմորումների մեջ է, դեռ պղտոր ջուրը մաքրվում է, ամեն ինչ վերջնական լուծում չի ստացել եւ համոզված ենք, որ այս տարի կլինի հայ ժողովրդի, Հայաստան պետության զարթոնքի տարի։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Գյորգի Միրզախանյանի հետ եւ ինչպես խոստացա, հիմա կսկսեմ պատասխանել հեռախոսազանգերին։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Ես սկսել եմ չեմ միացած չէր, բայց հիմա ինչ-որ գիտեմ ես կանի վարյան բերս ետ միացա, սկացի որ Որսենյան կարդեսի մասին է հարցը, չէ, ամբես է։ Այո, փորձեք ձևակերպել ձեր հարցը։ Okay, ուրեմն իմ հարցը հետևյալն է։ Առաջին ես գուզեի ուրին գարզիկը Ամերիկայի մեջ էր Բարաբաբյանը հոսեր, բարոն Ֆանկոսյալ Ռիչարդ Ովանեսյանը պատմապան համամիտ չէր իրեն գարզիկներում, որ Սիանյան կարդեսի վերապորումով, որ գսերատիգա չի իրանագացվի կամ կնասադրություն մգար համացան չեն երկուքը։ Ես ներկայացած եմ ոստեր, բայց չեմ իշտեր մանրամասնությունը։ Իսկ երկրորդ հարցս Հետևյալն է սրվիրին, գիտեք հիմա այսօրվա պայմաններում մեջ միջազգային օրենքները չի հարգվիր, գիտեք մանավանդ Ամերիկայի պրեզիդենտը ունին, որ ոստեղ չի հարգել, չեմ գարդել աշխարհի միջազգային սահմանները կամ օրենքները։ Այս վիճակով ինչպես գրնակ դուք աշխատանք դանել Որսյանյան հարցով։ Շնորհակալություն, հստակ ձևակերպված հարց է եւ սկսենք երևի վերջին հարցից։ Այո, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում մեր ունկնդրին հարցի համար, շատ տեղին հարց տվեց եւ նշեց, որ Արա Պապյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը ունեցել են տարբեր կարծիքներ։ Երբ որ ես ասեցի կան Արևմտյան Հայաստան 3 կազմակերպություններ, ունենք շատ գիտնականներ, անունները տվեցինք եւ շատերին չտվեցինք, դա չի նշանակում, որ մենք բոլորս համակարծիք ենք։ Սովորաբար դատական
շրջանակներում, իրավաբանական շրջանակներում ասում են, այսպիսի կատակում են իրար հետ իրավաբանները։ Եթե կա երկու իրավաբան, ուրեմն այդտեղ կա 3 կարծիք։ Մեկ առաջինի կարծիքը, մեկ երկրորդի եւ հնարավոր է երրորդ տարբերակը։ Այնպես որ մեր ունկնդրի այդ բարձաբանումը, որ տարբերություն կա Արապապյանի եւ Ռիչարդ Հովհաննիսյանի մտքերի, դա բնական երևույթ է, այդպես էլ պիտի լինի, որտեղ վեճերի մեջ ճշմարտությունը բացահայտվում։ Եվ իմ, եւ Արապապյանի, եւ Ռուբեն Սաֆրասյանի, եւ Աշոտ Մելքոնյանի, եւ մյուսների Ամատոնի, Ռուբեն Միրզախանյանի բոլորի մեջ մենք մեր նպատակը նույնն է, բայց տակտիկական մոտեցման այդ նպատակին հասնելու ձևերը այդտեղ մենք կարող ենք տարբեր մտքեր ունենանք։ Դա շատ լավ process է, շատ ճիշտ է, բայց դա չի խանգարում, որպեսզի մենք ունենանք նույն նպատակը, նույն երազանքը։ Եվ մեր հարցի մեջ հնչեց, որ այսօր միջազգային օրենքը չի աշխատում։ Ես կասեմ, որ դա ճիշտ չէ։ Երբ որ մենք սկսեցինք այդ process-ը, մենք չէինք հավատում, որ Ռուսաստանի դատական սիստեմայում մենք կգնանք ամբողջ ճանապարհը եւ կհասնենք, բայց գնացել ենք։ Ուրեմն դատական process-ը դա պայքար է, բայց դատական իրավական գիտելիքների պայքար է։ Եթե դու պայքարում ես, դու միշտ արդյունքի հասնում ես։ Եթե առաջի անհաջողությունից դու ընկճվում ես, ես ասում ես, դե լավ, դա իմ գործը չէ, դու արդեն պարտված ես։ Այդ կարծիքը, որ մեր ունկնդիրը ասեց, որ միջազգային օրենքը չի աշխատում, մենք համարում ենք, որ դա ճիշտ մոտեցում չէ։ Աշխատում է, եթե դու աշխատեցնում ես։ Դու ստիպում ես միջազգային օրենքը աշխատի, այն աշխատում է։ Դու չես ստիպում, թևաթափ ես լինում, այն չի աշխատում քեզ համար, աշխատում է ուրիշների համար։ Այո, վերջերչը բոլոր այն իրավիճակները, որ առաջացան բոլորին վերջերս Հայաստանի շուրջ, դա էլի ինչ որ միջազգային պատկերացումների բախում էր եւ այն պատճառն ուներ, որ հայկական կողմը չէր կարողացել իր պատկերացումները համապատասխան մակարդակով առաջ տանել։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, Սիրելի Տիգրան, բարև ձեզ եւ ձեր հյուրին, որը բազմափոր Ռուսաստան եւ Ուկրաինան պատասխանատու պաշտոնյա ունեցող այսպիսին է հարցը։ Ուրեմն, երբ որ 44 օրյա պատերազմ ունեինք, հատկը օգտագործը չօգնեց Հայաստանին եւ նաեւ Ռուսաստանը ասեց, որ Արցախը Հայաստան չի։ Դրա համար չենք օգնում, չենք մտել։ Բայց երբ որ Ջերմուկ մտան, Ջերմուկը Հայաստանն է, չէ, նույն ձևից չօգտագործեցին եւ ընդհակառակ օգնեցին Ադրբեջանի զենք տախեցին, որպեսզի Արցախը գրավի։ Այո, բայց ձեր հարցը ձևակերպեք, եթե կարելի է։ Հապկի անդամը Հայաստանը, օքեյ, Հայաստանում հապկի անդամ են երկու հատ քրիստոնյաց, Բելարուսյան եւ Ռուսաստանը։ Բելարուսյան ավելի մոտիկ է Ադրբեջանի հետ, Ալիևետ համընկեր է, համգնտեսական եւ շնորհավոր է, որ Արցախ 44 Դուք փաստեր եք շարադրում, սիրելի հեռուստադիտող։ Մի վարքյան, դուք հաստը ձևակերպեք հարցը։ Ձևակերպում եմ հարցը։ Հիմա հարցը ասպիսին է։ Ուրեմն հիմա ֆարզ դարձավ, որ մենք 70 տարի գումարը 30 տարի Ռուսաստանին ենք ենթարկում եւ ոչ մի բան չտեսան։ Հիմա մեր իշխանությունը կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա է, ասма ռուս ասма փորձան չի, ռիս բլագարոդի։ Ներողություն, ես պիտի անջատեմ ձեզ։ Կորցնելու բան չունենք։ Ինչպես է ձեր կարծիքը, ձեր ունկնդրի կարծիքը ինչպես է։ Արդյոք մեր իշխանությունը ճիշտ ճանապարհի վրա է թե ոչ։ Կամ ուրիշ ընտրանք ունենք թե չէ, որտեղ մեկը խոսում է միած ռազմական բանակի նախագահ, ասում է մենք Ռուսաստանի չենք ուզում, չենք վստահում ու արևմուտքին է։ Մենք ինչ կարանք այս փոքր Շատ լավ, ներողություն։
Այո, հարցը իհարկե չի վերաբերում մեր խոսակցությանը, դուք որոշեք ուզում եք պատասխանել թե չէ։ Շնորհակալություն, որ թույլ եք տալի, որպեսզի ես ընտրեմ պատասխանել թե ոչ, ես մեր ունկնդրին հարց տվողին շնորհակալություն եմ հայտնում, ես հասկանում եմ նրա ցավը, պորտքումը, մենք բոլորս այդպիսին ենք մտածում, բայց բաներ կա, որ էշերում չի կարելի ասել։ Ես միայն կարող եմ պատասխանել այդ հարցի վերաբերյալ հետևյալը։ Մենք ձեր ստուդիայում, տարբեր ստուդիաներում, երբ որ բազմաթիվ մարդկանց հետ ենք քննարկել, հիշում եմ մեկ անգամ դոկտոր պրոֆեսոր Մանասյանի հետ էինք զրույցում, գիտենք, որ ինքը հանրաճանաչ գրագետ, մասնագետ է Արցախի հարցի վերաբերյալ եւ իր տեսակետը նույնպես այդպիսին է, որ կարևորը Արցախի հարցն է, մինչև Արցախի հարցը չլուծենք, այլ հարցեր մենք իրավունք չունենք լուծելու։ Եվ այդ ժամանակ էլ իմ մոտ հարց առաջացավ, որ մենք պիտի գնանք մենք իրավական փաստաթղթերի հետևից, մեր իրավունքների հետևից եւ ոչ թե մեր անհիմն երազանքների հետևից։ Իրավական, մենք գնում ենք իրավական ճանապարհով։ Վիլսոնի իրավարար վճիռը դա իրավական փաստաթուղթ է, որը օրենքի ուժ ունի, բայց գործողության մեջ չի դրվել։ Համաձայն այդ փաստաթղթի Արցախի, Նախիջևանի եւ մյուս այլ մեր Լեռնային Հայաստանի հողային տարածքների հարցը երկրորդական հարցեր են։ Վիլսոնի իրավարար վճռի իրավաբանորեն միջազգային օրենքներով լուծելուց այդ հարցը դառնում է երկրորդական հարց։ Եվ այդքան ցավել պետք չի, այս հարցը, որ մենք դիմում ենք, դա նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ, ոչ մի կերպ չի կարելի հաշտվել այլ մտքի հետ։ Արցախի հարցը այս Վիլսոնի իրավարար վճռի քննարկման ժամանակ դառնալու է մեր հայկական լեռնաշխարհի այն միջազգային օրենքով 162,000 քառակուսի կիլոմետր կամ 214 ՄԱԿ-ի որոշումով է, 162-ը Վիլսոնի որոշումով է, երբ որ այդ հարցը քննարկվի առաջի եւ երկրորդ դեպքում էլ, քանի որ որոշումը Վիլսոնի եւ ազգերի լիգայի Միացյալ Հայաստանի մասին է, Արևմտյան եւ Արևելյան Հայաստանների մասին, Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Նախիջևանի եւ Արևմտյան Հայաստանի հարցը միասին է քննարկվելու եւ որոշում է կայացվելու միասին։ Եվ պատահական չէ, մենք գիտենք արդեն Ալիևը 2 ամիս առաջ հրաժարվեց Մոսկվայի Կարսի պայմանագրից, Էրդողանը վերջերս հրաժարվեց Մոսկվայի Կարսի պայմանագրերից։ Մենք մտածում ենք եւ ուրախանում ենք եւ միգուցե մեր այս միջազգային ատյան դիմելու հարցը ստիպեց նրանց, որպեսզի հրաժարվեն, որտեղ միջազգային ատյանում ՄԱԿ-ի բարձրագույն դատարանում, եթե այդ հարցը քննարկվի, միանշանակ գիտենք, որ ՄԱԿ-ի ռեգիստրում այդ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը գրանցում չունեն, ավտոմատ նրանք կդառնան առ ոչինչ, բնականաբար հայ ժողովրդի Հայաստանի վերաբերյալ Հայաստան պետության վերաբերյալ աշխատելու է միմիան Վիլսոնի իրավարար վճիռը։ Շատ լավ, եւս մեկ հեռախոսազանգ ընդունենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, բարև ձեզ, պարոն Մերզախանյան, ողջունում եմ ձեզ հեռավոր գլնդելից։ Պարոն Մերզախանյան, երկու հարց, մեկը Ռուսաստանի դերը ձեր այս ամբողջ դատական գործում, մյուսը աշխարհի երկրների հարաբերությունների հարցի կարևորությունը։ Կուզենայի իմանալ, դուք զգում եք, որ Ռուսաստանը այս դատական process-ում ձեզ միգուցե օգտագործեց եւ փաստորեն, ինչպես ասում են, հարցը գցեց արևմուտքի գրպանը, որովհետև Ռուսաստանը կարող էր որպես կողմ Կարսի պայմանագրի միակողմանիորեն շեղել հայտարարել, համարել, որ դա անօրինական է։ Դուք գիտեք Ռիբենտրոպ այդ պայմանագիրը Գերմանիա Ռուսաստանի
91 թվականին Ռուսաստանը առանց որևէ ՄԱԿ-ի որոշման միակողմանիորեն դա համարեց, որ դա չռեալ է։ Կարող էր կարծի դեպքում էլ անել, բայց փոխարենը ձեզ ասեց, որ ին գործը չէ, գնացեք ՄԱԿ, Արևմուտք եւ այլն։ Ինչպես դա արել է պատմության ընթացքում։ Ձեզ թվում է, որ եւ հետո ձեզ զրկեց քաղաքացիությունից, որ Ռուսաստանը ինչպես միշտ օգտագործեց մեզ եւ հիմա կարծեք գցեց ամեն ինչը գրպանը Արևմուտքի։ Եվ երկրորդ հարցը, սա արդեն աշխարհաքաղաքական։ Դուք գտնում եք, որ եթե դուք ասում եք, որ կարևոր են հիմա աշխարհի ինչպես է, բայց հարգելիս կնայեք, որ շատ բան կախված է մեր կողմնորոշումից։ Վիլսոնյան Հայաստանը ընդունել է ԱՄՆ-ն, ՄԱԿ-ում շատ մեծ գործ ունի Արևմուտքը։ Դուք համարում եք, որ եթե մենք կողմնորոշվենք դեպի Արևմուտք, ապա ձեր դատական գործի հավանականությունը շատ ավելի շատ կլինի, քանի որ ինչպես շատ վերլուծաբաններ գտնում են, այսօր Արևմուտքն է մեր թիկունքին կանգնած եւ մեզ պաշտպանում այդ ռուսական ադրբեջանական հարձակումներից։ Համարում եք, որ այդ կողմնորոշումը կշատացնի ձեր շանսերը։ Ռուսաստանի կողմից օգտագործումը եւ մեր կողմնորոշումը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, շատ գրագետ, խորիմաստ հարցի համար, երկու հարցերի համար, շատ տեղին հարցեր էին։ Ես հաճույքով կպատասխանեմ, որովհետև կարևոր են, որպեսզի մեր հասարակությունը, հայությունը իմանա եւ մեր կարծիքը եւ ընդհանրապես կողմնորոշվի այդ հարցի վերաբերյալ։ Ամենակարևորը ձեր ասածների մեջ հետևյալն էր, որ դուք հարցը տվեցիք, ինձ թվում է ոչ ճիշտ։ Մենք պիտի կողմնորոշվենք դեպի արևմուտք, դեպի հյուսիս բառը չասեցիք, արևելք, հարավ եւ այլն։ Մենք ոչ մի տեղ էլ չպիտի կողմնորոշվենք։ Մենք պիտի մնանք մեր հայկական լեռնաշխարհում, մտածենք մեր մասին, մեր այս փոքր 30,000 քառակուսի հայկական առայժմ ամբողջ հայության հայրենիք համարվող երկրի արագ տեմպերով զարգացման մասին, որպեսզի այդ արագ զարգացումը թույլ տա աշխարհի հզոր պետությունների եւ բոլոր պետությունների հետ հավասարի պես ելույթ ունենալ։ Մեզ ոչ արևմուտքն է աշխատելու ու մեզ կերակրելու, ոչ արևելքը, ոչ հյուսիսը, ոչ էլ հարավը։ Մենք շատ ժամանակ պետությունների հարցերը լուծվում են իրավիճակներով։ Նախկինում են պատերազմներից հետո ովքեր հաղթող են, նրանք որոշում են պարտվողների ճակատագիրը։ Մենք այսօրվա վիճակում կարելի ասել մենք ոչ հաղթող ենք եւ ոչ պարտվող ենք։ Մենք միջազգային օրենքի սուբյեկտ ենք եւ ունենք հարուստ պատմություն։ Մենք ունենք աստվածատուր ժողովուրդ, հարուստ, գրագետ, խելոք, ամբողջ աշխարհին մենք տվել ենք միայն բարիք, ստեղծագործ, տաղանդավոր ժողովուրդ ենք տալի, մենք ստեղծող ժողովուրդ ենք։ Եվ մեր հողը նույնպես աստվածատուր է եւ հարուստ է։ Եթե ամբողջ հայությունը առաջերտին այն հայությունը, որը ապրում է եւ աշխատում է այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա, թույլ չտա, որ իրեն հարուստ ընդերքը թալանեն, այլ դրսի կազմակերպությունները եւ ինքը տիրապետի իրեն իշխանության հետ միասին, ինձ թվում է մենք հետագայում նման հարցեր ում վրա պիտի ապավինենք, ում հետ պիտի լինենք, որ կողմը պիտի նայենք, այդ հարցի կարիքը չի լինի։ Մենք պիտի հաշվի առնենք բոլորի կարծիքները, բայց աշխատենք իշահայ ժողովրդի Հայաստան պետության։ Եվ երկրորդ հարցը արդյոք Ռուսաստանը ձեզ օգտագործել է աշխարհաքաղաքական նպատակներով։ Ես չեմ կարող իմանալ ինչ են մտածել իշխանությունները Ռուսաստանի, բայց խորին երախտապարտ եմ մենք, ոչ միայն ես, մեր ամբողջ կազմը, որ մենք կարողացել ենք այդ ճանապարհը գնալ, իրավունք ստանալ դիմել ՄԱԿ-ի այդ
ճանապարհը, մեր աշխատանքը ի օգուտ է հայ ժողովրդի, Հայաստան պետության, եթե ինչ որտեղ եղել է նաև ի օգուտ ռուս ժողովրդի եւ ռուսական պետության, դա մեր համար երկրորդական հարց է։ Կարևորը, որ իրավունք է ստացել առաջ անգամ հայ ժողովուրդը դիմի միջազգային օրենքով իրեն օրենքով վերապահված Վիլսոնի իրավարար ոճերը գործողության մեջ դնելու։ Շնորհակալություն, եկեք փորձենք ամփոփել փաստորեն այս հաղորդման գլխավոր միտքը։ Իրավունքի համար պետք է պայքարել։ Եվ երկրորդը իրավունքը, եթե անգամ իրավիճակը քո դեմ է, իրավունքը քո ձեռքին է, այդ իրավունքը վաղ թե ուշ իր խոսքը ասելու է։ Ճիշտ է։ Եվ տվյալ դեպքում ես ուզում եմ դիմել մեր հեռուստադիտողներին, որ այստեղ կարևոր չէ, թե այս պահին մենք ինչ դրության մեջ ենք, քանի քառակուսի կիլոմետր ունենք, ինչպես ենք անում։ Ամենակարևորը այն է, որ մենք չպետք է բաց թողենք մեր ձեռքից իրավունքը, այսինքն զիջենք իրավունքը, որովհետև իրավունքի զիջելուց հետո Ալևս դու չես կարող վերահսկել են պրոցեսներին, որոնք տեղի են ունենում։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պիտի, եթե անգամ դուք մտադիր չեք վաղը մյուս օրը, ասենք 50 տարի հետո, 100 տարի հետո այդ իրավունքը իրականացնել, միևնույն է իրավունքից հրաժարվելու, ուրեմն իրավունքից հրաժարումը դա դատապարտելի երևույթ է, ձեր կարծիքը։ Ճիշտ եք, ոչ միայն դատապարտելի, դա ուղիղ դավաճանություն է ազգի, ժողովրդի եւ հիության նկատմամբ, որտեվ հայրենիքը իմ կարծիքով այնտեղն է, որտեղ դու ծնվել ես, այն օդն է, այն ջուրն է, այն ծառը թուփն է, բնական միջավայրն է, որ դու ապրում ես, եթե դու դավաճանում ես այդ տարածքին, օդին, ջրին, հողին, դու ոչ մի երկրի, ոչ նորմալ քաղաքացի, ոչ հայրենասեր, այդ երկրում թեկուզ դու տաղանդավոր գիտնական ես Ամերիկայում, եթե դու դավաճանել ես քո հայ ազգին, դու չես կարող այնտեղ լինել մեծ ազգասեր։ Ինչպես հիմա Յան ազգանունով, գիտեք, տարբեր երկրներում շատ կան, առաջինը հյուսիսն են ցույց տալի, որոնք այդպես կատաղած ձևով աշխատում են, խոսում են, վայրահաչում են հայկական շահերի դեմ։ Դե եթե այդ մարդիկ կրում են Յան ազգանունը, չգիտես նրանց, որ ստուգես հայկական այրուն կա թե չկա, բայց կրում են Յան ազգանունը, նրանք արդեն դավաճան են։ Նրանցից սպասել որևէ չտանք, մենք սովորաբար մեր հաղորդում որակավորումներ չենք տա, բայց համայն դեպս ես կարծում եմ, որ մեր խոսքը մեր հեռուստադիտողներին ներկայացրեցին։ Սրանով ուզում եմ ավարտել մեր հաղորդումը, շնորհակալություն հայտնեմ ձեր անունից պարոն Մուսախանյանին հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։